կարծում եմ եկեղեցականները պետքա զրկվեին այդ օղակներում իրենց պաշտոններից ու դիրքերից ոչ թե այն հիմքով, որ իրանք երեխա ունեն կամ չգիտեմ կուսակրոն չեն եւ այլն, այլ նրա համար, որ իրանք հայտարարություններ են անում, որոնք հակասում են Հայաստանի ինքնիշխանության ժողովրդավարության սկզբունքներին, հա, սա ըստ էության Հայաստանի սահմանադրությանը հակասող հայտարարություններ են անում։ Իրենք էլ ասում են հարձակում է եկեղեցու վրա։ Դե բոլորս էլ հասկանում ենք, որ հարձակում եկեղեցու վրա չի եղել։ Իմ ընկալմամբ ամենայն դեպս, ինձ հետ կարող է բազմաթիվ հեռուստադիտողներ կամ քաղաքացիներ չհամաձայնեն, իմ ընկալմամբ հարձակում եկեղեցու վրա չկա, եթե դա որակում ենք որպես հարձակում, որոշ եկեղեցական առաջնորդների վրա եւ կրկնում եմ Մոլդովայի օրինակը կամ այլ երկրների Ռումինիայի օրինակը, Վրաստանի օրինակը ինձ ցույց է տալիս, որ եկեղեցին մասսայաբար օգտագործվել է ազդեցություն ունենալու համար։ Ու սրա մասին ես չի որ ասելու եմ, բազմաթիվ ուրեմն փորձագետներ եւ նաեւ գրականությունն է խոսում նրա մասին, որ եկեղեցականները շատ հաճախ օգտագործվել են անվտանգային ծառայությունների կողմից որպես գործակալներ։